Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք ծխեցրած սաղմոնով շատ համեղ նախուդեստ, որը կարող եք և ամանորյա սեղանի համար պատրաստել, քանի որ այդպիսի գույներով են պատրաստում, որ ինքը շատ դոնական է դառնում։ Համեղ, հեշտ պատրաստվող։ Այսօր պատրաստելու ենք ծխեցրած սաղմոնով շատ համեղ նախուդեստ։ Մեզ հարկավոր է 300 գրամ ծխեցրած սաղմոն, 400 գրամ cream cheese, այսինքն սերուցքային պանիր, 200 գրամ կատնաշոր, մի քանի դերև սամիտ, բագետ հաց, օրիգանո, աղ, սև բաղբեղ։ Սկզբում ինչ ենք անում։ Ունենք բագետ հացիկներ, մենք այսպիսի հացիկներ ենք վերցրած, դուք կարող եք ավելի փոքր կամ ավելի հաստ վերցնել, ոնց կցանկանաք, բայց ես ուզում եմ մի քիչ նեղ լինի, որովհետև ինքը պետք է հետո հավաքենք իրեն գլոր։ Սլայսների եմ բաժանելու, այսինքն շերտեր եմ անելու ու ուղարկելու եմ չերոց։ Գիտեմ, որ արդեն տեսել եք մեր տաղավարը ինչքան գեղեցիկ է այսօր, նայեցեք ինչքան անուշիկ զարդարել ենք, տոնական է, շատ ցենց դրամատրող է մեր մոտ, իրականում արդեն մենք համով պատրաստել սիրում ենք ու դոնական շրջանում ավելի համով ենք պատրաստում, որովհետև մենք ուզում ենք ձեր բոլոր դները ունենան լավ բաղադրատոմսեր և լավ ռոպեներ։ Այս շերտերը անում ենք ու ուղարկելու ենք չերոց, մի թեթև աղ, ցիտապտղից հետ եմ դնելու ու ուղարկելու ենք չերոց, բայց պայման չէ, կարող եք ընդհանրապես բան չդնել ու արդեն ուղարկել չերոց։ Այս ձայրի մասերը չենք օգտագործում ու սրանք արդեն ավելացնում եմ մեր չերոցի տարայի վրա։ Շարում եմ։ Դենց չէ, որ անպայման պետք է կարմրացնենք, բայց ես իրականում այսպիսի ուտելիքներ ավելի մի թեթև խրխտան եմ սիրում, այսինքն շատ չենք ամրացնելու, շատ չենք կարմրացնելու, մի թեթև ենք սենց իրեն խրխտան դարձնելու։ Ստեղից վերցնում եմ մարանիկի աղը, մի քիչ սև բաղբեղը, ես իմ հավանյաց տարաներն են։ Քանի որ ես ընդհանրապես օգտագործում եմ այսպիսի բաներ եվրոպական, ուրախանում ես, որ Made in Armenia դենց բաներ են անում։ Ապրեն։ Ուղարկենք չերոց։ Մի հատ ստեղ մաքրենք, մաքրագործենք սավայով ու ետկանք, որպեսզի ծխեցրած սաղմոնները կտրատենք։ Ուй, ինչ անուշ է հոտը, թանագով ցույց տամ։ Հացերը պատրաստ եմ։ Վերցնում եմ մի հատ գտալ կամ թքալ, սփյուռքահայերը ասում են թքալ, երևանցիները ասում են գտալ։ Ավելացրեցի cream cheese-ը կամ սերուցքային պանիրը, ավելացում եմ կատնաշորը կամ կատնաշորային պանիրը, հիմա օրիգանո, մեր մարանիկի օրիգանո։ Լավ մխարնում ենք։ Մի թեթև սև բաղբեղ։ Մի հատ էլ ենք խառնում։ Խառնուրդը պատրաստ է, անցանք սաղմոնի։
Շատ լավն է։ Հիմա բարակ շերդերի ենք վերածելու սալմոնը, այսպես։ Սեն շերդերի ենք վերածելու, որպեսզի իրանց հետո արդեն զարդարելի պես թնենք։ Իրականում ձխեցրած սալմոնը մի քանի տեսակ է լինում է որ թույլ ձխեցրած է լինում է ուժեղ ձխեցրած է լինում ու լինում է միան աղով են անում, այսինքն եթե շուկայում մի քանի տեսակ եք տեսնում, էդի քանի որ մի քանի տեսակ ունենք մենք ընդհանրապես ձխեցնելու։ Բայց պետք է միշտ քույնը դենց լավ նարնջակույր լինի, ոնց մեր ցուկը։ Հույս ունեմ, որ բոլորդ մեզ հետևում եք Facebook եւ Instagram մեր էջին, համի կախնիկ եւ վստահ եմ, որ շատերդ արդեն subscribe արել եք, այսինքն բաժանորդագրվել եք մեր YouTube-յան ալիքին, որովհետեւ այնտեղ ոչ մի բան պատ չեք թողնի։ Եթե ինչ-որ մի օր սպաղած եք, տունը չեք կարողանում նայել, եւ իհարկե կարող եք կոմենտներում գրել ինչ-որ մի բան ուզում եք ասել ինձ, կամ կարծիք եք ուզում դա կամ առաջարկ, բոլորը մենք մեր թիմը բոլորը կարդում է ու բոլորը իրականացնում ենք։ Նամանավանդ ամանորյա սեզոնին, որովհետեւ տենց ավելի հետաքրքիր է։ Ահա։ Ոդը շատ լավն է։ Իրականում ես seafood շատ եմ սիրում, այսինքն ձովամթերք, ինչ վիճակով ուզե թող լինի, թարմից սկսյալ ձխեցրած, իմ համար heaven է, այսինքն թրախտ է։ Ահա, ես ուզում եմ այստեղ հավաքենք, որովհետև ինքը լավ մեծ պետքա գլոր լինի։ Ինչ ենք անում, մեր հացիկները արդեն ստեղ մեզ են սպասում, վերցում ենք մի հատ, կամ նույնիսկ վեր կտալով էլ կարա լինի, ու վերցնում ենք մեր սոսը, կամ ասենք բանրային զանգվածը, որը պատրաստել ենք, ու ամեն մեկուն դենց մոտավոր մի կտալի պես թնում ենք, ու սկսում ենք շարել։ Դենց ենք անելու, որ լավ մեծ գլոր պատրաստենք, այսինքն սկզբում թնում ենք այս սոսը կամ պանիրը, զանգվածը ու հետո արդեն մնացածը պետք է շարունակենք։ Պայման չէ ինչ որ շատ քիչ հաստ բարակ, բայց պետք է որ բոլորը իրանց վրա այս բանիրի մեր պատրաստած զանգվածքը լինի կամ զանգվածը։ Ես իրականում սիրում եմ կատնաշոր խառնել cream cheese-ին հետ, այսինքն սերուցքային բաներին հետ, որովհետև սիրում եմ ավելի թեթև լինի, ընդհանրապես միայն եթե օգտագործեմ cream cheese, այսինքն սերուցքային բանիր, ինքը ավելի աղի է լինում ու ավելի իմ համար ծանր։ Բայց որ կատնաշոր եմ խառնում, ինքը նախ ավելի healthy եմ իրան տեսնում, այսինքն ավելի առողջարար ու արդեն ավելի թեթևանում է։ Մի քիչ եթե քծակրիչ եք կամ սենց նկարիչ եք կամ դիզայնի մեջ լավ եք դիզայնի, սենց անուշիկ կարող եք կլոր անել։ Ուզում եմ ասեմ, որ դենց չէ որ շատ տաղանդներ է պետք մենք էս հիմա այս նախուտեստը պատրաստելու։ Ու իրականում դենց է միշտ դենց եմ անում, որ հեշտ լինի բոլորի համար։ Ինքը եւ ամանորյա է եւ ոչ ամանորյա, հյուրեր որ ունենում եք անպայման պատրաստեք, այսինքն իրա վրա ես այս հետաքրքիր պաղաթիչները որ տնելու եմ, դուք կարող եք փոխել ըստ ինչ ունեք, ինչ չունեք, պայման չէ, օրինակ ես այսօր որ որոշել եմ նուր եւ սամիտ տնել, որովհետեւ շատ հետաքրքիր ուզում եի ինչ որ ամանորյա քույներ ստանալ։ Կամ օրինակ եթե ուզում եք շերդավոր, ինչ որ օրինակ բղբեղ կամ սալմոնին հետ օրինակ ինչ ասեմ, ռուկոլա, արգուլա, տենց դրանք էլ կարող եք իրականում ավելացնել։ Մի քիչ մեծացնեք գլորը, որ իրական գլոր լինի։ Դե հիմա արդեն ես տեսում եմ, որ մեր անուշիկ գլորը ստացել ենք։
Տենց ցերքի ցեր ցանկացած վիճակով կարող եք ավելցնել, ցենց ինչ որ ձաղիգի նման մի մաս, օրինակ ոնց եմ ես անում, ամենեգուն դեն պայման չէ սիմետրիկ, մի քիչ վեր, մի քիչ վար եւ այլն, ոնց ցեր սիրտը ուզի։ Ուպս։ Ցենց ավելացնում ենք։ Եթե ուզում եք օրինակ, եթե իշխան ունեք տունը, իշխանով էլ կարող եք անել նույնիսկ ծխեցրած իշխանով։ Դենց չէ որ պարտադիր է սաղմոն լինի։ Եվ նույնիսկ եթե թարմ ցուկով եք ուզում պատրաստել, նորեն կարելի է։ Բայց ես ինչ եմ այսպեսի բաներ միշտ ծխեցրածով պատրաստել, որով ես շատ գիտեմ մարդ, որ սիֆուդի շատ սենց բարեկամ չի ու ծխեցրածը ավելի մի քիչ հեշտ են ուտում, քան թարմը։ Դրա համար հյուրերիս ուզում եմ անպայման գերակրել։ Ես ես գլորի հետ դրել եմ միտքս խելքս, որ գլոր լինի։ Ես էլ սենց նորերը ավելացնում ենք, ոնց կուզեք նորեն, մի քիչ սաղմոնի վրա, մի քիչ բաների վրա, մի քիչ հացիկի վրա, լավ տարածում ենք։ Դե նուրով էլ շատ համով կլինի, մանավանդ հայկական նուրով։ Չեմ պլանավորում ինչ եմ խոսալու ձեր հետ, ինչ եմ ասելու, ոնց եմ պատմելու փաղաթատոմսը։ Ես ոնց զգում եմ, դենց պատմում եմ։ Ինձ գրեցեք YouTube-ում։ Սիրում եք այդպես։ Ոչ թե փոխեմ ձևը։ Հիմա նուրերը մենք ավելացնում ենք, ես իրականում շատ եմ ավելացում, որ այդ կարմիրի դեսկը դանք, որովհետև ես իրեն ամանորյա եմ սարքում։ Դենց չէ որ պարտադիր նուրերը պետքա շատ լինի։ Այսինքն այստեղ է սաղմոնների վրա, բաների վրա, հացիկի վրա եւ այլն։ Հիմա դիլը կամ սամիդը։ Այսպես սենց ծայրերն ենք վերցնում։ Այսպես ինչ որ վիճակով սենց կանգնացնում ենք։ Տեսակ ինչքան հետաքրքիր ստացվել։ Մեր սամիդի գլուխներն ենք օգտագործելու։ Այսպես։ Ինքը ավելի լավ է սենց բարգի, որպեսզի այդ ձարի նաշխուն ցևը դա։ Ոնց ունենք։ Մենք ստեղ։ Իդեպ չգիտեմ, եթե վարակուրները փոխել եք, չեք փոխած, պետք է փոխեք։ Ասեցինք ցեզի անպայման գնացեք իրիսի տեքստիլները նայեցեք, չգիտեմ, եթե նայել եք, հավանել եք, եթե վերցրել եք ու փոխել եք ձեր վարակուրները կամ ինչ-որ մի բան ձեր դանը, սո շնորհավորում ենք։ Եթե չէ, ապա ամանորը ամենալավ առիթն է։ Կարող եք ձեր զույգին ասել, որ ուզում եմ փոխեմ, ուզում եմ ավելի լավ որակի տնեմ, գնում ենք իրիս։ Դե իհարկե sweet nella-ի մասին չենք մոռանում, քանի որ սեղանում պետքա մեր հայկական ճիրը չամի չլինի, սջուխը լինի։ Կարծում եմ արդեն լավ ենք։ Կարող ենք այս երկու տեղն էլ մի թեթև ավելացնել, որովհետև այդ կանաչը հիմա մեզ պետքա։ Ընդհանրապես որ մեսի մենք ընդհանուր դրամատուրգությունը տանք տոնական։ Դե իհարկե ամենակարևոր մասերից մի մասն է մեր կիսաֆաբրիկատները եւ դոնական սեղանին եւ ընդհանրապես, եթե ուզում եք համով շաղիկական լինի, անպայման կարող եք մեր ռեստորանից պատվիրել, քանի որ ամրագրումները կամ պատվերները արդեն սկսել ենք, շատ համով կոտլետ, բլինչիկ կամ նրբապլիտներ, իշլի կուֆտա եւ լիքը համովություններ ունենք, կարող եք պատվիրել եւ վայելել։ Այս ոնց որ պատրաստ է։ Դե ինչ, արդեն պատրաստ է մեր սիրուն հավաքածոն, ասենք, ամանորյա նախուտեստը, որը կարող եք ամեն ամիսներին պատրաստել, հիմա ես անհամբեր եմ ուտեմ։ Վերցնում եմ մի հատ ու գծում եմ։ Անմահական համով քրիմ չիզի եւ կատնաշորային բալանսը աղի արդեն լավ է, վրան մեր ծխեցրած սաղմոնը նուրը, յամի, հացնել խրխտան,
անպայման պատրաստեք եւ վայելեք։ Բարյախոժակ ցտեսություն։